իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոց սրահ։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մենք բացում ենք մեր հաղորդումը հարցազրույցով, մեր հյուրն է Հանրապետություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Ադամյանը։ Բարև ձեզ Տիկին Ադամյան, ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում։ Մենք կարծես թե մեր ներքաղաքական դաշտում, ներքնապնակում հասունանում է նոր ինտրիգ, մենք վերջապես ունենք վարչապետի թեկնածու, այն գործընթացի, որը նախաձեռնել է ընդդիմության թևերից մեկը, հենց այդպես ընդդիմության թևերից մեկը խորհրդարանական, եւ դա Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, համենայն դեպս երկու ազգային ժողովի պատգամավոր, ինչպես գիտեք, Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը առաջարկել են նրան որպես վարչապետի թեկնածու։ Եվ պարոն Մարուքյանը, սա մեր վերջին նորությունն է լրահոսում, չհապաղելով դիմել է ուղիղ եթերով զանգել է Հայաստան խմբակցությանը եւ պատիվ ունեմ խմբակցությանը եւ առաջարկել է քննարկել իմպիչմենտի գործընթացը, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը եւ որքանով ես հասկանում եմ իր թեկնածությունը։ Սեյրան Օհանյանը Հայաստան Դաշինքի, այսպես ասեմ, գլխավորը որոշել է, որ դա իր Արդյոք գլխավորը։ Ես դրա համար ասացի այսպես ասեմ, որոշել է, որ դա իր որոշելիքը չի եւ առաջարկել է հետագայում քննարկել եւ խոսել, իսկ պարոն Հայկ Մամիջանյանը պատիվ ունեմից ընդհանրապես հեռախոսը չի վերցրել։ Բայց այնուամենայնիվ այստեղ ամենակարևոր ինտրիգը հետեւյալն է, որ եթե Հայաստանը եւ պատիվ ունեմը միանում են հենց այսպես, այս հերթականությամբ Հովիկ Աղազարյանին եւ պարոն Հակոբ Ասլանյանին, նրանք ունենում են 36 ձայն, իսկ դա այն մանդատների քանակն է, որը անհրաժեշտ է, որպեսզի իմպիչմենտի օրակարգը, իմպիչմենտը մտնի օրակարգ ազգային ժողովի։ Խնդրեմ, ձեր նկատառումները։ Ես կարծում եմ, որ սա այն շարքից է եւ ժողովրդին մատուցում են զվարճանք, բայց ոչ հաց։ Եվ գուցե թե Էդմոն Մարուքյանը մնա հենց երկու պատգամավորի հույսի։ Եվ չդառնա խորհրդարանական ընդդիմության, այսպես ասած, միասնական թեկնածու։ Բոլոր դեպքերում հաշվի առնենք նաև, որ 34, 36 թե ինչքան այդ ձայները չեն դառնալու այն թվով պահանջված ձայներ, որ անհրաժեշտ է գործող վարչապետի հրաժարականի հասնելու համար։ Հետևաբար սկզբանե այս ամբողջ նախաձեռնությունը հենց այդ զվարճանքի ժանրից էր։ Ամբողջ նախաձեռնությունը, որ սկսել է ոչ Էդմոն Մարուքյանն, այլ Վայ Ղազարյանը, սեփական անձի հիշեցման, սեփական քաղաքական կուրսի հիշեցման, հանրության ուշադրությունը բուն այսպես թեմաներից, կենսական թեմաներից շեղելու շարքից էր, որը որևէ ուշադրության իմ կարծիքով արժանի չի, եթե մենք օրակարգում դնում ենք Հայաստանի Հանրապետության կենսական խնդիրները։ Տեսեք, Տիկին Ադամյան, այստեղ կա եւս մեկ հարց։ Ես կարող եմ համաձայնվել ձեզ հետ, որ սա փորձ է շեղել, կենսական լուրջ խնդիրներից, բայց այնուամենայնիվ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան Դաշին եւ առաջի հերթին պատիվ ունենա հանրապետականը լավ աշխատում է մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ փորձում է այս գործընթացով, այս կեղծ իմպիչմենտի գործընթացով ցույց տալ բոլորին, թե ովքեր են հավաքվել Հայաստան Դաշինքում։ Կոպիտ ասած, ովքեր են քոչարյանները, իսկ այ մենք Սերժ Սարգսյանականները իրերը անվանենք իրենց անունը, մենք իրական ընդդիմություն ենք։ Հետևաբար 26-ին ով պետք է ընտրեք մեզ, այլ ոչ թե Քոչարյանենց, որոնք խաղում են Նիկոլի հետ իրենց դրամաբանությամբ։ Հիմա այս խաղին միացել են եւս երկու հոգի, ԿՊ-ի նախկին պատգամավորներ, որոնք փորձում են հիմա էլ ոչնչացնել Էդմոն Մարուքյանի օգնությամբ, ես օրինակ սա այդպես եմ հասկանում, որպես վարկած։ Էդմոն Մարուքյանի օգնությամբ եւ բուրըն մասնակցությամբ այս ուղիղ եթերը ինչ էր այս զանգերով, շոուն շարունակվում է, show must go on։ Եվ Հայաստանին, եւ պատիվ ունեմին։ Եվ իրենք էլ կապիտալ հավաքեն, միգուցե ես չեմ զարմանա, եթե հիմա լինի նոր ցուցակ ընտրություններին 26-ին, Մարուքյան, Աղազարյան, Ասլանյան, միգուցե նաեւ այլ գործիչներ։ Իրենք էլ սրանց դեմ են աշխատում։ Ինչ կասեք։ Գիտեք, ակնհայտորեն այս բոլոր ձեր նշած թևերը ղեկավարվում են մեկ կենտրոնից։
Եվ այդ կենտրոնը փորձում է պարզապես ապահովել իր հաջողությունը։ Ում դեմքով կլինի այդ հաջողությունը, բացարձակապես որևէ նշանակություն չունի։ Եկեք հասկանանք, որն է խնդիրը։ Խնդիրը մեկն է, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ընտրություններով հասնել իշխանափոխության, որովհետև բոլոր մյուս փորձերը ձախողվել են։ 2020-ից առ այսօր։ Այլ ելք Մոսկվային չի մնացել։ Մոսկվային մնացել է Հայաստանի Հանրապետությունում հասնել իր ցանկացած իշխանությանը միայն ժողովրդի շնորհիվ, ժողովրդի միջոցով, ապակողմնորոշելով ժողովրդին, խաբելով ժողովրդին, վախեցնելով ժողովրդին, դա է Մոսկվայի այս պահին միակ զենքը։ Թե ով կներկայանա այդ առաջինը ընդդիմությունից, թե նոր կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի զորահավաքից, անշուշտ դուք տեղեկություններ ունեք նաև, որ զորահավաքի են կոչվել բոլոր նրանք, ովքեր դեռ անցյալ դարում էին քաղաքական ասպարեզ մտել, որոնք դեռ ողջ են մնացել, բայց գործնականում քաղաքական հանգուցյալներ են, նաև նրանց են զորակոչի բերել։ Այդ պայմաններում ինչու պիտի Էդմոն Մարուքյանը խաղի մեջ չմտնի։ Այն Էդմոն Մարուքյանը, որ դեռ պատերազմից հետո տանում էր Սյունիքում ռուսական ռազմաբազա էր տեղակայում, այն Էդմոն Մարուքյանը, որ վարչապետի աշխատակազմում բավականին բարձր պաշտոնի էր, որը լքելուց հետո հանկարծ սկսեց պարզել վարչապետի հետ իր սկզբունքային, չգիտեմ, այլ տարաձայնությունները եւ առ այսօր իր բոլոր հեռուստաեթերներով ամբողջ քարոզչությամբ փառաբանում է Ռուսաստանին, փառաբանում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Ինչ եք ուզում դուք այդ Էդմոն Մարուքյանից։ Մնում է այնտեղ Մարուքյանը ազգանունը փոխի, ուրիշ, ինչ ասեմ, ուրիշ լուծում չկա։ Մայիսի 14-ին հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ ազգային ժողովում, նույնիսկ չեմ ուզում մանրամասնել, բայց փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ, շատ սեռական բնույթի հայհոյանքներ եւ այլն հրմշտոց Եվ չգիտեմ, ինչպես ստացվեց, որ վերջնականապես ծեծի չի վերածվել այդ ամենը։ Հիմա Հայաստան դաշինքը Սեյրան Օհանյանի շուրթերով ասում է, որ նրանք չեն պատրաստում Լևոն Քոչարյանի նկատմամբ ինչ-որ սանկցիաներ կիրառել, ֆրակցիայի ներսում եւ հասկանալի է պատճառը։ Ոնց Լևոն Քոչարյանին պատրաստվում են հերոսացնել, Լևոն Քոչարյանին պատրաստում են ապագա թեկնածու դարձնել վարչապետի, ինչ սանկցիաներ Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Ես հենց սա եմ ուզում ասել, ոչ միայն Լևոն Քոչարյանը, ինձ թվում է, որ ԿՊ-ի պահվածքն մեղմ ասած։ Եվ ԿՊ-ն նպաստում է հերոսացմանը։ Պրինցիպը սա է, ամբողջ ֆրակցիայով նպաստում է հերոսացմանը։ Դուրակ, սանդուրակ։ Հա, սա քաղաքական լեքսիկոն չէ եւ քաղաքական կատեգորիա չէ։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում։ Այս մարդիկ վերջը քաղաքականությունից այդքան էլ հեռու մարդիկ չեն, չէ՞, չնայած եթե հայհոյանքներից չդատենք, էլի։ Դեռ իրենք այս ամենը չեն հասկանում, որ մարդկանց դա դուր չի գալիս, որ մեր հասարակությունը կարծես թե զզվել է այդպիսի դրսևորումներից, զզվել է հայհոյանքից։ Եվ ուզում է քաղաքական, որպեսզի քաղաքական ուժերը իրենց պահեն խորհրդարանում, քաղաքական ուժերին հարիր ձևով եւ խորհրդարանը լինի այն, ինչ պետք է լինի, օրենսդրական մարմին, հա, որը օրենքներ է մշակում, բայց ոչ թե ինչ որ փողոցային, հա, կռիվների ինչ որ մի խոսքով այդպիսի վայր։ Իրենք դա հասկանում են, չէ՞։ Հիմա եթե հասկանում են, ինչի են իրենց այդպես պահում։ Այստեղ ինչ որ ինձ մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, ինձ թվում է, որ այստեղ կա եւս ինչ որ նպատակ եւ այս ամենը իրականում շատ վատ բեմականացված քաղաքական շոու է։ Ինչի համար են նրանք դա անում։ Գիտեք, օգտվելով ձեր հարցից փորձեմ մի քիչ այլ հարթության մեջ պատասխանել։ Հատկանշական է, որ ձեր նշած բուռն խորհրդարանական օրվան հաջորդեցին հայտարարություններ երկու թևերից էլ, որ իրենք հոգնել են, որ իրենք արդեն նույնիսկ զզվել են այդ կարգի միջադեպերից, բայց իրենք եթե չհակադարձեն, կստացվի, որ իրենք թույլ են։ Մեղը դա է, թույլ են։ Ես մի վարքյան ձեզ ընդհատեմ ու շարունակեմ։ Այո։
Իսկ հնարավոր չէ հակադարձել ցիվիլ քաղաքական մեթոդներով եւ լեքսիկոնով։ Ինչ թվում է հնարավոր է, դժվար բան չկա այդտեղ։ Իհարկե հնարավոր է, սկզբունքորեն ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է, պարտադիր է։ Բայց կա այստեղ մեկ այլ ֆենոմեն, տեսեք, 20-ի պատերազմի արդյունքները մենք դեռ չենք հաղթահարել։ Մենք կարծես թե հասարակության մեջ չենք մարսել այդ եւ մեր մեջ մեր պարտության հանդեպ ենթագիտակցության մեջ առաջացել է ագրեսիայի կարիք, ագրեսիա, որով մենք ցույց կտանք, որ մենք հեչել թույլ չենք, մենք ուժեղ ենք, այ մեզ հայհոյեք, մենք ձեզ կհայհոյենք, մեզ խփեք, մենք ձեզ կխփենք։ Սա չհաղթահարված 20-20-ի պարտության չհաղթահարված սինդրոմն է։ Եվ գուցե այս ագրեսիաների շարանը, թե քաղաքական, թե անձնական, թե հաղորդակցության մակարդակով, հենց 20-20-ի հետևանքն է։ Սա ուղղակի ենթագիտակցությունն է մարդկանց մեջ աշխատում։ Շատ հաճախ այդ ենթագիտակցությունը զուգորդվում է գիտակցական ակցիաներով։ Պարզապես երբ տեսնում են, որ իրենց այդ առաջարկը ունի պահանջարկ, բերում է որոշակի դիվիդենտներ քաղաքական, լայն շրջապատի, Facebook-յան հարթության մեջ լայքերի տարափի հայտնի օրինակներ կան, որոնք ձեզ քաչ հայտնի են, բոլորին են քաչ հայտնի, ուրեմն ինչու չդիմել ագրեսիայի այդ ձևին։ Եթե ագրեսիան որոշակի խիստ կասկածելի եւ սեռական բնույթի հայհոյանքը։ Այո, խիստ կասկածելի, բացարձակապես մերժելի, բայց որոշակի հաջողություն է բերում։ Այստեղ կա ենթագիտակցականի ու գիտակցականի բախում, որտեղ ես կարծում եմ, ի վերջո, պետք է հաղթի գիտակցականը, որովհետև ոչ հայհոյանքը, ոչ բռնությունը, ոչ քաղաքական խոսակցությունը կամ քաղաքական հարթությունը այդ հարթությունով փոխարինելը մեր պարտությունը հաղթանակ չի դարձնի։ Մենք դրանով հաղթում ենք ոչ թե թշնամուն, մենք դրանով հաղթում ենք ինքներս մեզ, այս սա պետք է հասկանալ մեղը, սա պետք է լինի։ Եթե մենք ուզում ենք 20-20-ի պարտությունը հնարավորինս արագ, հնարավորինս անկորուստ հաղթանակի վերածել, մենք այս շերտը, այս սինդրոմը, որ մեզ ճզմում է, որ մեզ դարձնում է գետնատարած, հնարավորինս արագ հաղթահարենք։ Սա է միակ բանալին, թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, առավել ևս բոլորիս կյանքում։ Այստեղից եւս մեկ հարց է առաջանում ինձ մոտ, փորձենք հերթական անգամ դրամաբանել, եթե այդպես է, եթե այդ թվում նաեւ այդպիսի միջոցներով այդ ուժերը փորձում են էլեկտորատ գրավել, ուրեմն սա նշանակում է մեկ բան, որ նրանք հայավարի ասած ձեռ են քաշել հիմնական հասարակությունից, որը զզվել է, ինչպես ես ասում եմ, գաղափարական մտածող մարդկանցից, ովքեր որ հասկանում են, ում համար անընդունելի է հայհոյանքը, ծեծը, հա, անպարկեշտ պահվածքը, ոչ միայն խորհրդարանում, այլ գոնե հենց փողոցում։ Վերջը այդ մարդիկ մեր ճակերտավոր ասած քաղաքական էլիտան երկու կողմից եւ երկուսի մասին եմ խոսում։ Ես որևէ մեկին չեմ առանձնացնում։ Օրինակա չէ ծառայում։ Այդ երեխայի համար, հա, մարդու համար, որը փողոցում է, եթե իրենք խորհրդարանում են այդպես իրենց պահում, X մարդը փողոցում Աշոտը կամ Արմենը ինչի պետք է այդպես իրեն չպահի։ Դա է դնենք մի կողմ։ Հիմա արդյոք սա չի նշանակում, որ այս քաղաքական ուժերը, այդ խայտարակության մասնակիցները ուղղակի հասկացել են, որ ունեն ինչ-որ էլեկտորատ, որը այս ամենը ցանկանում է, որը ծափ է տալիս, եւ դա է իրենց եւ հիմա պայքարում են այդ էլեկտորատի համար։ Այդ պայմանական 25-30%-ի համար, ովքեր գնալու են ընտրություններին, ծափ տալով թե Լյովիկնա դուխով, թե Արշակյանի անունը չեմ հիշում, Հակոբիկը, լավ, իրենց լեզվով ասեն, որ մեկն ավելի դուխով գնանք իրենց ձայն տանք։ Այսինքն պայքարը գնում է այս մարդկանց ձայների համար։ Պայմանականորեն անվանենք լյումպեն զանգված։ Բայց ես չեմ կարծում, որ այդ լյումպեն զանգվածը իրականում այդքան մեծ է։ Այստեղ դրսևորվում է թե լյումպեն զանգվածը սեփական համակիր դարձնելու, նրանց ձայները ստանալու մղումը, թե բացահայտվում է մեկ այլ մղում, չկան նոր գաղափարներ, ասելիք չկա։ Այ երբ ասելիք լիներ, նույն այդ լյումպեն զանգվածը հետ կփորձեին ասելիքով խոսել։
իրենք այլևս միմյանց ասելիք չունեն։ Լավ հասկացանք, Հողատ ու Դավաճան, Թալանչի կոռուպցիոներ, հետո համբալ, վերջ, ավարտվեց, երորդ ասելիք չկա, և չկա արդեն 4 տարի։ Ես կարծում եմ, որ հենց այդ երկուստեք երկկողմանի ասելիքի բացակայության վրա բացվում են հնարավորություններ այն ուժերի համար, որոնք այդ ասելիքը ունեն, որոնք այդ ասելիքը պարբերաբար ասում են, որոնք այդ ասելիքը տեղ հասցնելու հնարավորինս շատ մարդկանց ընդգրկումով յուրաքանչյուր միջին վիճակագրական հայի ականջներին հասցնելու խնդիրը այսօր ունեն, որտեղ իրենց ասելիքը ոչ Գողթալանչի Հողատ ու Դավաճանն է, իրենց ասելիքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, իրենց ասելիքը նա է, որ ընտրության պարագայում մենք ընտրում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոչ թե գուբերնիա դառնալը, իրենց ասելիքը նա է, որ ինքնիշխանությունը ընտրում են Հայաստան հայրենիք ունեցողները, գուբերնիա ընտրում են Ռուսաստան հայրենիք ունեցողները։ Եվ բացի դրանից, մենք ասում ենք ոնց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը խորացնենք, ոնց մեծացնենք Հայաստանի Հանրապետության դիմադրունակությունը, ոնց անենք, որ միջին վիճակագրական հայը ոչ միայն բարեկեցության հասնի խելքով, մտքով, այլև գրպանով, որովհետև մարդը ոնց ուզում եք վերցրեք, այո, գնում է սրտով ընտրելու, խելքով ընտրելու, ծալոթով ընտրելու, ինչու ոչ, օդից փող ընտրելու, տարբերակով ընտրելու, մարդը գնում է ընտրելու նաև իր վաղվա բարեկեցությունը, ինչ ենք տալու մենք այդ մարդկանց, այս խնդիրը դառնում է գլխավոր, որտեղ մենք այդքան որ ասում ենք տնտեսական անվտանգություն, աշխատատեղեր զարգացում, սա հենց վերաբերում է յուրաքանչյուրիս կենսամակարդակին, առաջին հերթին լուծելով պետության կենսունակության խնդիրը, որտեղ եթե պետությունը կենսունակ է, եթե պետությունը զարգանում է, եթե պետությունը չունի ազգային անվտանգության խնդիր շնորհիվ հենց այդ զարգացման, տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության, դու սկսում ես լավ ապրել, դա դառնում է կողմնակի էֆեկտ, բայց սկսում ես լավ ապրել։ Տիկին Ադամյան, մենք իհարկե հասկանում ենք գաղափարների կարևորությունը, բայց ցավոք այնպես է ստացվել, որ մեր շարքային ընտրողը շարունակում է ընտրել դեմքերի։ Ոչ թե կուսակցությունների, այլ դեմքերի։ Հիմա 2 օր առաջ պարոն Ռուբեն Ռուբինյանը հարցազրույցներից մեկում ասում է, գիտեք, ցավոք այդ երրորդ ուժը այդպես էլ չստեղծվեց Հայաստանում, հասարակությունը շատ է ուզում, բայց երրորդ ուժը չի ստեղծվել, հետևաբար ընտրությունը 26-ին ցավոք լինելու է մեր եւ Թալանչիների եւ Գողերի միջև։ Եվ դա այն դեպքում, երբ որ բոլորը խոսում են երրորդ ուժի անհրաժեշտության մասին, բոլորը խոսում են այլ ընտրանքի անհրաժեշտության մասին, այս համատեքստում հարցս այսպեսինն է, Հանրապետություն կուսակցությունը այդ երրորդ ուժի մասին, իմ պատկերացումների, անբաժանելի մասն է, բայց արդյոք Հանրապետություն կուսակցությունը կարիք չունի, որպեսզի այդ երրորդ ուժը լինի ավելի մեծ, ավելի ներկայացված եւ եկող գալիք ընտրություններին Հանրապետությունը ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը։ Շատ քիչ ժամանակ է մնացել քաղաքական կատեգորիաներով, եթե մտածենք 1 տարի։ Հանրապետությունը միայնակ է գնալու, թե հանրապետությունը փորձելու է կոնսոլիդացնել իր շուրջ, միգուցե այդ երրորդ ուժը, ստեղծի այդ երրորդ ուժը, որովհետև մարդիկ, հասարակությունը, ընտրողները, այն մնացած մասը ակնկալում են երրորդ ուժ, ոչ թե պարլամենտում այդ ծեծ ու ջարդին հայհոյանքին ծափ տվողները, այլ մնացածը, առողջ մասը։ Երրորդ ուժը, ինչպես եք դուք պատկերացնում։ Ես ճիշտն ասած պարոն Ռուբինյանի այդ հարցազրույցը չեմ նայել, չեմ տեսել։ Պարոն Ռուբինյանը ստեղ երկրորդական է։ Եվ կարծում եմ, որ պարոն Ռուբինյանը ընդհանրապես հիմքեր չունի հերքելու այդ երրորդ ուժի առկայությունը, առավել ևս այն պարագայում, երբ այդ երրորդ ուժի եւ 60,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացու ստորագրությամբ խորհրդարանում օրենք ընդունվեց, որը միանշանակ արդեն միգուցե նա Գյումրի ընտրությունների արդյունքից է դա։ Օրենսդրական մակարդակով էր արձանագրում այդ երրորդ ուժի առկայությունը, եկեք սա հաշվից դուրս չգրենք, սա առաջին, երկրորդը։ Գիտեք, շատ
Վաղուց թերևս, համենայն դեպս, ինչ սկսվել է 20-25-ը, ակնհայտ է, որ արտաքին ուժերի դրդմամբ Հայաստանի Հանրապետությունում գնում է ընտրությունների ֆալստարտ։ Սա արտաքին ուժի դրսևոր, արտաքին ուժի ներգործությունն է Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Դաշտը բևեռացնելու, դաշտը մաքրելու, դաշտը ստերիլիզացնելու համար, որպեսզի X պահին ընտրությունների ժամանակ դաշտում մնան այո, իսկապես ձեր նշած ուժերը։ Եվ այդ պարագայում շատ հեշտ կլինի Գյումրիի տարբերակով իշխանության բերել սեփական նախընտրելի տեխնացուին, որի պաշտոնավարման պարագայում արդեն նշեցի Հայաստանը կես տարում վերածվելու է գուբերնիայի։ Սա է խնդիրը։ Ինչ է անելու Հանրապետություն կուսակցությունը։ Ես հավատացնում եմ ձեզ, որ մենք այդ ֆալստարտին չենք տրվել եւ չենք տրվելու։ Մենք կարծում ենք, որ դաշինքների կգնանք, թե մենակ կգնանք ընտրությունների, թե ինչ կանենք, հիմա այդ մասին խոսելը շատ վաղ է։ Ինչու՞։ Որովհետեւ եթե դու հիմա դառնու հայտարարում ես թե քո մենակ գնալու, թե դաշինք կազմելու, թե այլնի մասին, դու ինքնաբերաբար դառնում ես թիրախ։ Նույն այդ ուժերի թիրախը։ Դու հիբրիդային պատերազմը վերցնում ես քեզ վրա։ Դուք արդեն դարձել եք թիրախ։ Մենք դարձել ենք թիրախ, բայց դա չի նշանակում։ Այդ մասին է խոսում։ Այո, թիրախ եք։ Առավել եւս դուք հաստատում եք իմ ասածը։ Մենք դարձել ենք թիրախ։ Մենք թիրախում ենք, որովհետեւ մենք ուժեղ ենք։ Բայց մենք բացարձակապես չենք պատրաստվում հրապարակային խարագիրի գնալ։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ կուրս ենք վերցրել։ Այդ կուրսը թելադրում է, որ ընտրություններից առաջ, դաշտի ուսումնասիրությունից հետո, իրավիճակի ուսումնասիրությունից հետո, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք թե դաշինքով գնալ ընտրության, թե միայնակ գնալ ընտրության։ Դա խնդիրը հիմա դնել եւ լուծում այդ խնդրին տալ, բացարձակապես քաղաքական տեխնոլոգիաներին դեմ է։ Մենք չենք գնալու մեզ թուլացնելու կամ հիմա մեզ ուժեղացնելու պատրանքների հետևից։ Մենք ելակետ ընտրում ենք իրականությունը, ոչ թե հնարավոր զարգացումների, հնարավոր տարբերակների եւ այլն։ Կտեսնենք որն է շատ ավելի նպատակահարմար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պահպանի իր ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պահպանի իր դիմադրունակությունը, որպեսզի Կրեմլի ուժերը Հայաստանի Հանրապետությունում իշխանության որևէ պարագայում չգան։ Այդ դա է մեր ելակետը։ Այդ ելակետով ենք մենք որոշում կայացնելու։ Շատ լավ, անդրադառնանք նաև մի փոքր արտաքին քաղաքականությանը, Տիրանայում անցկացվող եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը, սկզբից մենք տեսանք կադրեր, հա, ինչպես են նրանք զրուցում, բայց պարզ չէր ինչի մասին են զրուցում, հիմա մեր կառավարությունը հրապարակել է մի տեքստ, որտեղ նշվում է հետևյալը. Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Հանձնում է։ Ինչպես ասել ամեն ինչ չասելով ոչինչ տարբերակով։ Դե մարդիկ հիմա ես վստահ եմ տալու են ինչ-որ կոմենտներ, ասելու են, որ հանձնում է։ Ինչը։ Չգիտեմ, կարևոր չի, հանձնում է։ Ես ամենայն դեպս շատ կզարմանայի, թե բացատրեի ինչն է հանձնում։ Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ հանձնում է որոշ մարդկանց մտայնության մեջ։ Եկեք զուգահեռ տանենք, հա։ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի միջեւ։ Չի հանձնում, ինչ ասում են, չի համաձայնում։ Մինչեւ որոշակի պահը։ Եվ ինչ տարբերություն։ Նիկոլ Փաշինյանը ասում էր այո, Զելենսկին ասում էր ոչ։ Ռուսաստանը եկավ բանակցելու։ Ռուս-ուկրաինական համաձայնության համաձայնագիր կնքելու որևէ նախադրյալ առ այսօր ձևավորված է։ Բացարձակապես ոչ, որովհետև Ռուսաստանի Դաշնությանը պետք չի խաղաղություն։ Բացարձակապես պետք չի Պուտինին խաղաղություն։ Դա չի բխում Պուտինի շահերից։ Բազում պատճառներով ինձնից 1000 անգամ ավելի լավ գիտեք։ Ալիևի ինչին է պետք խաղաղություն։ Պետք չի,
Ընդհանրապես պետք չի։ Այս պարագայում թե Ռուսաստանի Դաշնության նախագահը, թե Ադրբեջանի նախագահը զուգահեռ հարթությունների մեջ են գտնվում։ Նրանց պետք չի խաղաղություն։ Նրանց պետք է կոնկրետ Ալիևին ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, Ռուսաստանին անվերջ շարունակվող ձգձգատվող պատերազմը, որովհետև եթե հանկարծ պատերազմը ավարտվեց, նույնիսկ այն պարագայում, որ Ռուսաստանին մնացին այդ տարածքները, նույնիսկ Ռուսաստանը չի լուծում իր գլխավոր խնդիրը։ Ռուսաստանին չի հետաքրքրում անգամ դեպի ծով Օդեսան, որ պատերազմի գլխավոր նպատակներից մեկն էլ Օդեսան վերցնելն էր։ Նրան չեն հետաքրքրում լոգիստիկ խնդիրները, նրան չեն հետաքրքրում Ուկրաինայի վիթխարի հարստությունները, մասնավորապես պարենային անվտանգության տեսակետից ելնելով։ Ռուսաստանի Դաշնության նախագահին հետաքրքրում միայն մեկ հարց՝ Ուկրաինայում ունենալ իր բացկան, Ուկրաինայում ունենալ նախագահ, որը ենթարկվում է իրեն, այսինքն ոչնչացնել Ուկրաինայի ինքնիշխանությունը, դենացիֆիկացիան, չգիտեմ ինչիֆիկացիան, այդ ամեն ինչը սուտ է, քարոզչական տարբերակներ, քարոզչական հնարքներ։ Խոսքը Ուկրաինայի տարածքները չեն, Ուկրաինայի անկախությունն է։ Եվ այդ կտրվածքով ես համարձակվում եմ հայտարարել, որ Ուկրաինան ի սկզբանե հաղթել է եւ Ռուսաստանը պարտվել է, որտեղ Ռուսաստանը իր որևէ խնդիր չի լուծել։ ՆԱՏՕ-ն շատ ավելի մոտեցել է Ռուսաստանի սահմանին։ Ռուսաստանը 3 օրում, 3 ամսում, անգամ 3 տարում Կիևը չի մտել։ Եվ Ուկրաինան մնում է ինքնիշխան պետություն։ Այսա Զելենսկու հաղթանակն է։ Սա ժողովրդավար ուժերի հաղթանակն է, բազում զոհերի, կորուստների շատ ծանր գնով, բայց նրանք հաղթել են։ Այստեղ, երբ զուգահեռում ենք Հայաստանին, մեր դեպքում, էլի մենք հաղթել ենք, հակառակ պատերազմում պարտվելուն։ Մենք հաղթել ենք, որտեղ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն դեռ կա։ Ռուսաստանը փորձեց ոչինչի չհասավ, Ադրբեջանը փորձեց ոչինչի չհասավ, մենք դեռ կանք։ Այո, եւ սա փաստ է։ Եվ սա փաստ է, եւ սա այն փաստն է, որը մենք պետք է դարձնենք հիմնական կառուցելու մեր ամրապնդումը, կառուցելու մեր հզորացումը։ Սա այն փաստն է, որից ելնելով մենք կարող ենք մեր կորուստները վերականգնել։ Իրական ինքնիշխանությունը կառուցենք, իրական անկախությունը։ Այո, որը հիմնված է, ես կրկնում եմ, տնտեսական անվտանգության վրա, ռազմական անվտանգությունը համալիր է։ Մենք չենք կարող ասել, որ մենք բերեցինք զենքեր այս ու այն երկրներից, վերջ մեր բանակը արդեն տարածաշրջանի բացարձակապես անվտանգությունը համակարգ է, եւ այդ համակարգի գլխավոր ուժը Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության ազգային բանակն է, բայց այդ բանակը պետք է ունենա աջակից թե մեր արտաքին քաղաքականությունը, որտեղ մենք այնքան էլ անկախ չենք եւ այնքան էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանություն չենք ամրապնդում, պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը, ժողովրդագրական անվտանգությունը։ Ինչ ենք անում մենք ժողովրդագրական անվտանգությունը ապահովելու համար։ Սրանք քայլեր են, որ հերթական համակարգը բազում այլ համակարգեր է բերում։ Ոչ մի բան չենք անում։ Բայց պետք է անենք նույն այդ զինվորի թվի շատացման համար, չէ՞։ Ես ասեմ հնդհակառակը ամեն ինչ արվում է, որպեսզի մարդկանց արտահոսքը Հայաստանից գնալով ավելանա, բայց կա եւս երկու հարց, որ ես կուզեի դες հետ քննարկել մեր սեղ ժամանակահատվածում։ Դուք նշեցիք, որ Ալիևը եւ Պուտինը չեն ցանկանում խաղաղության հասնել, տարբեր ֆրոնտերում, տարբեր ռազմաճակատներում, իսկ այ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծես թե ձգտում է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինի խաղաղություն, համենայն դեպս ցուցիչներ կան այդ ուղղությամբ, եւ այսօր Տիրանում նաեւ եղել է կարճատև հանդիպում Ռեջեփ Էրդողանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, պարզ չի ինչի մասին են իհարկե խոսել, բայց խոսել են, հետո նրանց միացավ Ալիևը, դա էլ է հատկանշական, եւ դա եղել է Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո։ Փորձենք ինչ-որ բարկացնել առաջ քաշել Էրդողանի դերակատարումը Ալիևի եւ Փաշինյանի միջև, ինչպիսին կարող է լինել։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ աներևույթ ներկաներ էլ կան այդ հանդիպմանը։
որովհետև եթե հիշենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հնչած բազում հայտարարությունները եւ այդ հայտարարություններից հետո Թուրքիայից հնչած բազում հայտարարությունները թե Էրդողանի, թե Ֆիդանի մակարդակով, որ իրենք կողմ են տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի օր առաջ կնքմանը, արդեն քիչ-քիչ պարզ կարող է դառնալ, թե Թուրքիան ինչ կարող է ասել Ալիևին եւ Թուրքիան ինչ կարող է ասել Նիկոլ Փաշինյանին։ Այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը գործնականում նախապայմաններ չի դնում, նախապայմաններ դնում է Իլհամ Ալիևը։ Եվ Թուրքիան այնուամենայնիվ արդար լինենք, այդ նախապայմանները եթե չի ընդունում, ուրեմն հայ-թուրքական հարաբերությունները արդեն պիտի հաստատված լինեին։ Հայաստան-Թուրքիա սահմանը արդեն պիտի բացված լիներ։ Եկեք այստեղ գնում է համաշխարհային մեծ առևտուր, շատ մեծ առևտուր։ Թուրքիան շատ հանգիստ կարող է նայել Էրդողանը, շատ հանգիստ կարող է նայել Իլհամի աչքերին ու ասել՝ եղբայրս, դու այս հարցում ճիշտ չես։ Ես գնում եմ այս ճանապարհով, որտեղ սա բխում է իմ շահից, Իլհամը տեղ ասելու, պատասխանելու ոչինչ չի ունենալու։ Եկեք հիշենք նաև, թե ինչ նախորդեց այս Տիրանայի հանդիպմանը, թե ինչ ասեմ, շախմատային վարպետության դասընթաց իրականացրեց Դոնալդ Տրամպը։ Սաուդյան Արաբիա բերելով Սիրիայի գործող նախագահին, գործնականում Սիրիան վերցնելով Թուրքիայի ձեռքից եւ տեսակապով այդ գործընթացին միացնելով նաեւ Էրդողանին։ Սա շատ հետաքրքիր շախմատային պարտ էր։ Ես չեմ կարծում, որ Տրամպը պատժամիջոցները Սիրիայից հանում են այնպես բարսկեն քայլ անելով, էլի։ Բնականաբար որոշակի նախապայմաններ Տրամպը դրել է։ Ընդհանրապես պետք է սա ընդունենք, Տրամպի այս այցը մերձավոր արևելք շատ հաջողված այց է։ Հաշվի առնելով ներդրումային ծրագրերը, հաշվի առնելով այն բոլոր արդյունքները, որը նա վերադարձել է Վաշինգտոն։ Սա շրջադարձային կարող է լինել նաև մեզ համար, հիշենք Աբրահամյան համաձայնագրերը։ Ու կարծես թե մեզ էլ են ուզում այդ ցուցակի մեջ։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում տրամաբանությունը, ինչի պետք է մենք այդտեղ հայտնվենք։ Ես էլ առաջին հայացքից չհասկացա, որովհետև Ադրբեջանը չենք հասկանում ինչի պետք է հայտնվի, մենք ընդհանրապես։ Թերևս ես կարծում եմ, որ այդ համաձայնագրերի բովանդակությունը ընդլայնվելու է։ Տեսեք, այդ համաձայնագրերը զուտ նվիրված են Իսրայելի եւ արաբական աշխարհի ամենայնպես հրապարակային մասը, Իսրայելի եւ արաբական աշխարհի փոխհարաբերությունները։ Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը Իսրայելի հետ խնդիրներ չունեն, որպեսզի այդ համաձայնագրերով այդ խնդիրները փորձեն արտացնել։ Ավելի Ադրբեջանը Իսրայելի հետ որևէ խնդիր չունի։ Արաբական աշխարհի հետ ինչ որ խնդիրներ կան, բայց դրանք այն խնդիրները չեն, որ ասենք Տրամպի մակարդակով լուծվել։ Ես կարծում եմ, որ այդ համաձայնագիրը պարզապես ընդլայնվելու է։ Եվ ես այդ եզրակացությունը գալիս եմ Աբրահամյան անունից։ Ով էր Աբրահամը։ 3 կրոնների հիմնադիր, որոնց մեկը քրիստոնեությունն է։ Սիմվոլիզմ կա այստեղ։ Սիմվոլիզմը այստեղ շատ մեծ է։ Աբրահամյան համաձայնագրերում ուր են քրիստոնյաները։ Չկա։ Ոնց ուզում եք վերցրեք։ Իսրայելը հուդայական է, մյուսները մուսուլման են։ Ուր են քրիստոնյաները։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այս քրիստոնյաները կհայտնվեն։ Մենք կարող ենք կարճել այս համաձայնագրից եւ մեզ համար կենսական խնդիրներ լուծել, թե արաբական աշխարհի հետ, թե մեր կոնկրետ հարևանների հետ։ Առավել ևս, որ այս համաձայնագրի, ասեմ, նախակարապետը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այստեղ մենք լիքը աշխատանք ունենք անելու եւ այո, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը առ այն, որ մենք համագործակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տարբեր ուղղություններով, ինչ որ հույսեր ներշնչում է առանց փակագծեր բացելու։ Եվ երևի թե վերջի հարցը մեր այս հետաքրքիր զրույցի ընթացքում, Տիկին Ադամյան, ես չէի կարող այդ հարցը ձեզ չտալ։ Պարոն Կոպյոկինն է հիշեցրել իր մասին Ռուսաստանի դեսպանը Հայաստանում եւ միացել է այն հարձակման ալիքին, որոնք բոլոր պրոռուսական ուժերը Հայաստանում սկսել են գնդապետ Արծրուն Հովհաննիսյանի դեմ եւ բաց նամակ է գրել Սուրեն Պապիկյանին, պաշտպանության մեր նախարարին, որտեղ շնորհավորել է նրան հայրենական մեծ պատերազմին։ Չգիտեմ, որոշել է այսօր դա անել, չգիտեմ ինչու, եւ նշել է, որ փաստորեն պարոն Արծրուն Հովհաննիսյանը պատմական սուտ փաստարկները ներկայացրել եւ այդ փաստարկները փաստացի արդարացվել են
երկրի գլխավոր հերոստալիքի կողմից։ Սա առաջացրել է պարոն Կոպյոկինի արդարացի վրդովմունքը։ Ես ընդհանրապես առաջինը ուզում եմ հասկանալ ձեր կարծիքը հարցնել, եթե մենք փորձենք խոսել սուբորդինացիայի տեսանկյունից, ընդհանրապես Կոպյոկինը Պապիկյանին այդպիսի նամակ հղելու, ուղարկելու իրավունք ունի։ Սկսենք այդտեղից։ Գիտեք, Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանը առաջնորդվում է երկրի կարծրատիպերով, բաց նամակների մոդան։ Խնդիր ունեք, դեմեք պաշտպանության նախարարին, չէ, հրապարակային բաց նամակ գրում։ Դե պարզ է, որ սա պրոպագանդիստական հնարք է։ Ես հասկանում եմ, որ սա հիբրիդային պատերազմի։ Ես ամբողջը չեմ ուզում կարդամ, բայց սա մաքուր պրոպագանդա է։ Ամբողջը մառազմ է, ես կարդացել եմ, ժամանակս վատնել եմ, կարդացել եմ եւ շատ հետաքրքիր նաեւ մանրամասներ եմ գտել։ Առայն որ Կոպյոկինը ցավակցում ու Սուրեն Պապիկյանին նշում էր, որ հազարավոր մարդիկ այդ օրը եկան եւ պատերազմի 600,000 հայ զոհերի հիշատակը հարգեցին։ Արդեն Այսինքն Կոպյոկինը չի հասկանում, հա, որոնցից 300,000-ը չվերադարձան պատերազմից։ Այսինքն Կոպյոկինը չի հասկանում, որ 300,000-ը չվերադարձան պատերազմից, 300,000-ը բնականաբար այս տարիների ընթացքում կարող էին կյանքից հեռանալ, բայց կանվող չերը։ Ինչու եք վետերաններին հանձնում հողին, պարոն Կոպյոկին։ Հարցը չէ։ Նրբություն է, չէ։ Բայց թողենք դա պարոն Կոպյոկինի խղճին։ Ես կարծում եմ, որ Սուրեն Պապիկյանը ընդհանրապես պարոն Կոպյոկինի նամակին չպիտի պատասխանի։ Պարոն Կոպյոկինի նամակին պետք է արձագանքի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոտա հղելով Ռուսաստանի Դաշնությանը առայն որ իր դեսպանը անկախ երկրում միջամտում է այդ անկախ երկրի ներքին գործերին։ Եվ վերջ։ Եվ Կոպյոկինը կանչվի ագն, չէ՞։ Միանշանակ, մեխանիկորեն արվող գործընթացներ են։ Իսկ թե ինչու է Կոպյոկինը հանկարծ որոշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի տեղակալն է, դատելով իր գործունեությունից, ուղղորդելով թե Հայաստանում ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, մի օր գնում է մեծամոր այնտեղ հայտարարում, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ռոսատոմը պատրաստ է մոդուլային այեք, մեծ այեք, փոքր այեք, չգիտեմ, ստորգետնյա այեք, վերգետնյա այեք, ուզում եք տիեզերքում դնում ենք, ուզում եք երկրի վրա, ուզում եք մենակ թե մեր այեք հետո։ Գիտեք, չէ, Ակոյուն միջև հիմա չեն ավարտել։ Իհարկե չեն էլ կարող ավարտել։ Առանց ֆրանսիացիների եւ գերմանացիների չեն կարող ավարտել։ Ես զարմանում եմ այն, ասենք այն հայերի վրա, որոնք կանգնում են պարոն Կոպյոկինի կողքին եւ գուցե թե պատշաճությունից ելնելով թե ինչից քննարկում են այն հարցը, որ ռուսականը Ռոսատոմ այստեղ կարող է նոր այեք կառուցել։ Լսեք, ինչպես, ինչեւ դարավերջ կառուցելու եք։ Բայց այս ամենում եւս մի բան այն շատ հետաքրքիր, Կոպյոկինին հանգիստ թողնենք։ Ընդհանրապես այս ալիքը հակա Արծրուն Հովհաննիսյանական ալիքը Հայաստանում, Հայաստանի ներսում ինչն է պատճառը, ինչու են այդպես վրդովվել։ Այստեղ ինչ որ խնդիր կա, լուրջ խնդիր։ Ես կարծում եմ, որ այստեղ ինչին է դիպչել, որ ցավոտ կետին է դիպչել պարոն Հովհաննիսյանը։ Էլի մենք 2020-ի չհաղթահարված սինդրոմի մեջ ենք հայտնվում, որի մասին հաղորդման սկզբում նշեցի։ Էլի, որովհետև պատերազմի դեմքը այդ պահին հեռուստադիտողի համար Արծրուն Հովհաննիսյանն էր։ Եթե մենք հաղթեինք, Արծրուն Հովհաննիսյանը դառնալու էր մեր անդրանիկը։ Բայց մենք պարտվեցինք եւ մեղավորը մեղքը Արծրուն Հովհաննիսյանն է։ Ինչ ուզում եք ասել։ Այն դեպքում, երբ որ Արծրուն Հովհաննիսյանը ուղղակի իր պարտքն է կատարել։ Իր պարտքը։ Այո։ Արծրուն Հովհաննիսյանի փոխարեն կարող էիք լինել դուք։ Ես նույն բանն եմ ասում։ Այո, թե։ Ես դա հայտարարում եմ այս մեր ուղիղ եթերում, ես նույն բանն եմ անելու, ինչ պարոն Հովհաննիսյանը։ Այո։ Որովհետև դա իմ պարտքը կլինի։ Այո, բայց դա չի ներվում, որտեղ պարտվել ենք։ Այստեղ էլի գործ ունենք ենթագիտակցության հետ։ Իսկ ընդհանուր առմամբ այս վերջերս հակա արծրունական շարժման պատճառը ընդամենը մեկն է, որտեղ Արծրուն Հովհաննիսյանը ճիշտ է։ Որտեղ Արծրուն Հովհաննիսյանն ասում է ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որին զոհ են գնացել, որին շատ շատերը պատերազմ գնացածներից պատերազմի դաշտում զոհ են գնացել։ Այն ճշմարտությունը որը Ռուսաստանը ինչու էր հիշում եք հայտարարում էր, չէ, Լևիտանը, ուխտադրուժ, լսեք, եթե այդ ուխտը չկար, ի՞նչն էիք դրժել։ Գոնե ձեր հայտարարությունները իմ կընդունեք։
Եթե դուք չէիք գնացել եւ Մյունխենյան համաձայնագիր չէիք կնքել Գերմանիայի հետ։ Եվրոպայի բաժանման ու ԽՍՀՄ գերմանական, չասենք ռուս-գերմանական, ԽՍՀՄ գերմանական ծրագիր եթե չկար։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանը սուտ է ասում, որ բացի հայրենական պատերազմը եղել է երկրորդ համաշխարհային պատերազմ։ Սա սուտ է։ Եթե սա սուտ է, կախեք բոլորին, ովքեր այդ սուտը ասում են, ինչ է Արծրունին մեղադրում։ Կամ Արծրուն Հովհաննիսյանը, չգիտեմ, ասենք Արծրուն Հովհաննիսյանը չի ասում, ասենք մենք ենք ասում։ Սուտ է, որ 46 թվականին հայրենադարձներին ուղարկել են Սիբիր։ Ինչու՞։ Որևէ մեկը դրա համար պատասխան պիտի տա։ Հարցը չէ։ Կամ այդ ոնց եղավ, որ հայրենական մեծ պատերազմում Անդրկովկասյան 3 հանրապետություններից ամենաշատ մասնակցություն ունեցան հայերը։ Որոնք թվով ամենակիչն էին։ Իդեպ Ադրբեջանը հայերին էին ավելի շատ տանում եւ Ղարաբաղից մարդկանց, քան հենց ադրբեջանցիները։ Եվ վերջապես վերադառնանք մեր օրերը։ Պարոն Կոպիրկինը, ինչու չի վրդովվում իբրև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպան, առ այն փաստը, որ այսօր Ադրբեջանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում ոչնչացվում են, գետնին են հավասարվում հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ Ոչ միայն Կոպիրկինը, Մաշա Զախարովանը չի վրդովվում։ Տիկին Զախարովանը ընդհանրապես չի կարող վրդովվել։ Տիկին Զախարովան անպարագիծ սիրով սիրում է ադրբեջանական ամեն ինչ։ Կամ եւս մեկ դրսևորում։ Այդ ոնց է պատահում, որ Ռուսաստանի Դաշնության ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը արդարացնում է պատերազմը։ Պատրիարքը Կիրիլը արդարացնում է պատերազմը։ Եվ ոչ միայն արդարացնում է պատերազմը, այլև իր ոտքով գնում է Բաքու, որպեսզի Ադրբեջանի փոխնախագահին հանձնի Սուրբ Օլգայի շքանշան։ Իրականում գնացել է Բաքու, որպեսզի Ալիևը գա Մոսկվա մայիսին, իսկ Ալիևը թքել է իրեն ծերեսին եւ չի գնացել։ Ես ճիշտ է արել։ Լավ է արել, լավ չի արել, դա հարցի մի կողմն է։ Ես օրինակ ուզում եմ մնալ Պատրիարք Կիրիլին։ Չի մտահոգել որևէ մեկ ակնթարթ, չի մտահոգել Ադրբեջանի այս պահին, Ադրբեջանի տարածքում ոչնչացվող քրիստոնեական պատմամշակութային արժեքները։ Թե Պատրիարք Կիրիլը իր ձեռքով է այդ ոչնչացումը օրինականացնում, ավղանացնում։ Բարդուղիմեոս Սուրբ Բարդուղիմեոսին Ադրբեջանում այսպես հուղարկավորում եւ այլն ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների ձեռամբ։ Գիտեք, երբ մենք ասում ենք հիբրիդային պատերազմ, մենք չենք հասկանում կամ չենք պատկերացնում այդ հիբրիդային պատերազմի մասշտաբները, հիբրիդային պատերազմի նպատակները եւ հիբրիդային պատերազմի դրսևորումները։ Այս բոլորը հիբրիդային պատերազմի դրսևորումներ են։ Սա Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումն է Հայաստանի Հանրապետության վրա մեկ գեր նպատակով։ Ինքնիշխանության ոչնչացում։ Շնորհակալություն Տիկին Ադամյան, Ես եմ ձեզ շնորհակալ։ Մեր հյուրն էր Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Մեր եթերը շարունակվում է, այն շարունակվում է հարցազրույցով, մեր հյուրն է իրավագետ Արա Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Շնորհակալություն, որ ընդունեցիք։ Մենք հիմնականում խոսելու ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին, օրենքի մասին։ Հայտնի է, որ Սահմանադրական դատարանին պահանջվել է 4 տարի, որպեսզի ճանաչել այդ օրենքը համապատասխանող սահմանադրությանը։ Եվ առաջի հարցը, տրամաբանական հարցը կարծում եմ, չգիտեմ դուք որքանով եք կարող պատասխանել այդ հարցին, բայց այնուամենայնիվ ոլորտի մասնակետը դուք եք։ Ինչու 4 տարի։ Որովհետև այդ 4 տարվա մեջ շատ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք հիմա ստացվում է, եթե մենք այս վճիրը, պայմանական համարենք, որ վճիր է եղել, այդ իրադարձությունները անիմաստ էին եւ իրականում վատնվել է պետական լուրջ ռեսուրսներ։
Այդպես է ստացվում, այո, այսինքն եթե որոշումը թեկուզ 3 տարի առաջ մենք ունենայինք, եւ օրենսդիրը, եւ կիրառողները, դատարանները, այդ թվում նաեւ դատախազությունը, կոնկրետ դատախազությունը շատ գործեր, շատ վարույթներ չէին հարուցվի, եւ շատ գործեր չէին մտնի դատարան, եւ շատ գործեր դատարանում չէին քննվի։ Այսինքն, այո, այստեղ պետության ռեսուրսների, չեմ պատրաստվում ասել, վատնում է, բայց այդ հարցը բարձրանում է։ Ինչու սովորաբար տևեց 4 տարի, կոնկրետ չեմ հիշում որքան, եւ սովորաբար ՍԴ-ն մինչեւ 6 ամսվա ընթացքում որոշումներ կայացնում։ Իհարկե թեման բարդ էր։ Նու ապրիլի 17-ին է որոշումը կայացվել։ Այո, թեման բարդ էր, բայց ոչ այն աստիճանի, որ ասենք ՍԴ-ն սպասում էր ինչ-որ նոր դոկտրինալ մեկնաբանության միջազգային իրավունքում կամ ինչ-որ կարևոր իրադարձությունների, երբեմն լինում է այդպես, եվրոպական դատարանը երկարաժամանակ որոշում չի կայացնում, որովհետև տատանվում է եւ նոր զարգացումներ կան, խոսքը զարգացող իրավունքի մասին է, ինչ-որ կարևոր նախադեպի են սպասում, օրինակ նման բան եղել է A1+-ի գործով եվրոպական դատարանի վճռել եւ տևական ժամանակ սպասում էր, որովհետև մեկ այլ գործով շատ կարևոր նախադեպ պետք է ընդունել, բայց ես վճռում չտեսա որևէ նոր բան, որը որտեղ այդ հարցը դեռ լուծված չէ։ Օրինակ, եթե խոսենք մինչև 21 թվականը, 15-ից 21 թվական, այդտեղ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը դեռ պետք է զարգանար եւ հասներ 21 թվականի բարձունքին, Թոդորովի գործը, որից հետո արդեն 24 թվական էլ ավելի ամրապնդվեց նախադեպը։ Բայց ես չունեմ այդ պատասխանը, իհարկե ՍԴ-ն պետք է ասի, թե ինչու 4 տարի տևեց այդ գործը եւ հիմա արդեն հետին հայացքով շատ գործեր արդեն պետք է կարճեն, որոնք արդեն դատարաններում են, որոնց վրա զգալի ռեսուրս է ծախսվել։ Մանավանդ որ այդ գործերը ամենայն հավանականությամբ մեծ մասը պետք է կարճվեն այն հիմքով, որը փաստաբանները շարունակ դատարաններում ասում էին։ Ուստի անպայման պետք է համադրական դատարանը ասի, որ նոր հասկանանք, ինչու փաստաբանի ասածը այդքան լուրջ չի ընդունվում։ Ես մեր հերոստատիտողների համար նշեմ, դուք էլ հաստատեք կամ հերքեք։ Ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագազման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Այո, դե դա առանցքային այդ բովանդակային մասն է, համական դատարանի որոշման հետ։ Այդ հարցը վաղուց միջազգային իրավունքում 90-ականներից զարգանում է։ Երբ ՍԴ-ն դեռ միայն որոշման եզրափակիչ մասը հրապարակեց, ինձ հետաքրքրեց, թե որ կապի մասին է խոսքը։ Ամուր կապի մասին է խոսքը, ասենք, ավարտված դատական գործ մեղադրական դատավճռով, թե ընդհանրապես հարուցված վարույթ կամ օպերատիվ աշխատանք, կամ որոշակի ողջամիտ կասկած եւ այլ եւ այլ։ Բայց միջազգային իրավունքում այդ հարցը աստիճանաբար արդեն ստացել է առարկայական պատկեր ունի արդեն, եվրոպական դատարանն էլ արդեն 21 թվականից ըստ էության որոշել է մի շարք կոնվենցիաներով, որ խոսքը չի գնում մեղադրական դատավճռով հաստատված հանցագործության մասին, որովհետև նման կերպ ապօրինի գույքի դեմ պայքարելը անարդյունավետ է։ Տվյալները դա են ցույց տալիս, որովհետև դա շատ բարձր ապացողական շեմ է նախատեսում, պատկերավորած շատ մեծ ջանքեր է նախատեսում պետության կողմից։ Մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարելը մանավանդ միջազգային բնույթի շատ դժվար է։ Եվ դա էլ ասում է Վենետիկի հանձնաժողովը, որ ահա միջազգային իրավունքը փոփոխության է ենթարկվել եւ պետությունները իրենց ներպետական իրավունքը փոփոխության է ենթարկվել, շեմը նվազեցնեն, ապացուցում շեմը նվազեցնեն եւ արդեն պարտադիր չի այդ կապը հանցավորության հետ մեղադրական դատավճռով որոշված, որովհետեւ գույքը համարվի կանխավարկած ուժով ապօրինի ձեռբերված, բավարար է նաեւ հարուցված որևէ վարույթ։ Բավարար է ցույց տալ որոշակի առարկայական, ոնց որ եվրոպական դատարանն է ասում, կոնկրետ կապ։ Եվ այստեղ մենք խոսում ենք արդեն հավանականության մասին, այլ ոչ թե իրականության։ Այսինքն դատախազությունը պետք է ապացուցի ոչ թե իրականությունը, որ հանցավոր եղանակով ձեռբերված գույք, այլ դրա հավանականությունը։ Օրենքը ամբողջությամբ դրա վրա է կառուցված եւ դա ներդաշնակ է միջազգային իրավունքի հետ եւ ՍԴ-ն ըստ էության հենց դա ասեց, որ պարտադիր չէ ունենանք մեղադրական դատավճիռ, բայց օրենքը արդեն հենց այդ կերպ կարգավորում էր դաշտը եւ դա բխում էր միջազգային իրավունքից, մասնավորապես ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված մի շարք իրավական փաստաթղթերով եւ արդեն ձևավորված պրակտիկայով։ Կրկնում եմ, նման հանցավորության դեմ պայքարը մեղադրական դատավճռով շատ դժվար է։ Եվ դրա համար ամբողջ գլոբալ այդ տենդենսը այն է, որ մենք մեղադրանք չենք առաջադրում, անձը
չի կանգնած դատապարտվելու ռիսկի առջև, նա կանգնած է իր գույքը կորցնելու առջև։ Բայց այս կոնցեպտը բախվում է մարդու իրավունքների հետ, գույքային իրավունքի հետ։ Եվ այստեղ արդեն պարտադիր է, որ պետությունը համարժեք ու համաչափ գործիքներով այդ գույքը խլի անձի ձեռքից, որպեսզի գույքը, ապօրինի գույքը ստվերից դուրս գա եւ մտնի արդեն շրջանառության մեջ։ Ստեղ կա եւս մի կարևոր հանգամանք այս գործընթացում։ Պարզը չէ, որ այն դեպքերում, երբ որ այդ գործընթացի բենեֆիցիարները, հա, նրանք անելու են ամեն ինչ, ընդհանուր միջև եվրոպական դատարան են գնալու, որպեսզի, հա, այս խնդիրը, որոնց պետությունը առաջադրում է իրենց առջև լուծել։ Եվ այստեղ շատ նուրբ աշխատանք պետք է տանի դատական համակարգը, որպեսզի բացեր չլինեն, որոնք թույլ կտան եվրոպական դատարանում։ Դատական համակարգը դա պատկերացնում է, այո, դատական համակարգը դա պատկերացնում է, որտեղ օրենքում դեռ կան բացեր, այնպիսի բացեր, որոնց Սահմանադրական դատարանը ոչ թե չանդրադարձավ, այլ չլուծեց։ Օրինակ, օրենքը միջև հիմա չի սահմանում ապացույցի չափանիշը։ Այսինքն, երբ որ ես խոսում եմ հավանականության մասին, բնականաբար հարց է ծագում, որ չափ հավանականություն, բարձր հավանականություն, միջին հավանականություն, թե ցածր հավանականություն։ Իրավաբանների մոտ ընդունված է սովորաբար փորձել ինչ-որ մաթեմատիկական բնորոշումներ տալ, որովհետև Վճռաբեկ դատարանը վաղուց արդեն սահմանել է Հայաստանում, ասենք, հանցագործության մեղքը հաստատված լինելու համար պետք է ողջամիտ կասկածից վեր ապացույցի չափանիշ։ Այսինքն դու ունես ապացույցների որոշակի քանակ, այդ քանակը որքան պետք է լինի, օրենքը ասում է բավարար, իսկ որքան բավարար, որպեսզի որոշակի լինի դատավարության մասնակիցների համար, արդեն պետք է որոշակի մաթեմատիկական ճշգրտությամբ սահմանել այսպես կոչված շեմ, որը պետք է հաղթարի դատախազը, դատախազությունը, մեղադրանք առաջադրողը։ Քրեական արդարադատությունում դա ողջամիտ կասկածից վեր է, որը մոտարապես 90+% հավանականություն է։ Իսկ քաղաքացիական դատավարությունում մոտարապես ձևակերպվում է այսպես, ավելի հավանական է այո, քան ոչ։ Այսինքն դատախազը դատարանում պետք է ապացուցի հավանականությունը, այլ ոչ թե իրականություն, դա նշանակում շատ ավելի հեշտ է։ Հենց սրան էլ ամբողջ աշխարհը գնում է այսօր եւ հենց դրա վրա էլ շեշտը դրել է ՍԴ-ն, բայց ՍԴ-ն չասեց կոնկրետ չանդրադարձավ այն հանգամանքին, որ օրենքում չկա հենց այդ ողջամիտ հավանականության ապացույցի չափանիշը, որը ի դեպ օրենքի նախագծում կար 20 թվականին, բայց դա էլ հանեցին։ Երբ որ դու ապացույցի չափանիշը հանում ես, հաստաբանների համար կամ ձեր ասած բենեֆիցիարների շահառուների համար ստեղծվում է անորոշություն։ Իսկ որ չափ հավանականությամբ մենք պետք է ապացուցենք կամ դատախազի համար որ չափ հավանականությամբ դատախազը պետք է ապացուցի, որ գույքը ամենայն հավանականությամբ ապօրինի ձեռբերված է։ Դատախազը ասում ինձ պետք չէ որևէ որակական հավանականությամբ ապացույցներ, ինձ պետք է միայն թվերի հետ խաղալ։ Ես ցույց եմ տալի, որ գույքը արժե 50 միլիոն դրամ եւ ավել, այդ բան երբ որ ձեռք ես բերել, քո աշխատավարձը չէր բավականացնում, նշանակում է փաստի կանխավարկածով ապօրինի է։ Սա շատ չոր մոտեցում է եւ չի ընդունվում մարդու իրավունքների միջազգային իրավունքում, որտեղ այնտեղ պահանջում է նաեւ հավասարակշռել հանրային եւ մասնավոր շահերը։ Աղասադեն մի կարևոր բան ասեց, որ այդ հավասարակշռումը արվում է առաջերտին ցույց տալով ձեր ասած կապը, մոտավոր կապը, եւ երկրորդ հնարավորություն տալով պաշտպանության կողմին պաշտպանվելու։ Իսկ որպեսզի պաշտպանական կողմը կարողանա արդյունավետ պաշտպանվել կամ քաղաքացին, նրան պետք է տալ մի շարք գործիքներ, որից մեկը հենց ապացի չափանիշը։ Ինքը պետք է հստակ իմանա, թե դատախազը ինչ չափանիշով է որոշում, որ գույքը ամենայն հավանականությամբ ապօրինի է։ Ահա այդ չափանիշը օրենքում բացակայում է։ Պարոն Ղազարյան, եւ ՍԴ-ն չանդրադարձավ դրան։ Եկեք բացենք փակակցերը։ Ես փորձեմ որքան հնարավոր է Ես հիմա հենց դա եմ ուզում անել, ավելի բարձրացնենք, հերոստատիտողներին բարձ դառնա։ Բերենք օրինակ, հա, ամենացայտուն օրինակը դա Ռոբերտ Քոչարյանն է, որը ոչ իր եւ իր ընտանիքի անդամներից, աֆիլիացված անձանցից միլիարդավոր, հա, գույք են պահանջում։ Պետությունը պահանջում է բռնագանձել միլիարդավոր գույք, միլիարդների հասնող։ Չգիտեմ, արդեն դրամի թե դոլարների, չեմ հաշվել։ Այս դրույթը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի վրա ինչպես է անդրադառնալու, որպեսզի մարդիկ հասկանան, ինչպես է դա արվելու։ Օրինակի վրա, էլի։ Դե օրինակի վրա
Հիմա միայն դատախազը։ Ես կներեք, ես մի բան էլ հստակեցնեմ ու խնդրեմ ձեզ պատասխանեք։ Ռոբերտ Քոչարյանը եկել է ժամանակին Հայաստանի Հանրապետություն, որտեղ ինքը ոչ մի գույք չուներ եւ դրամական միջոցներ չուներ։ Հիմա մարդը ունի միլիարդներ։ Հիմա ոնց պետք է լինի, ոնց պետք է ինքը ապացուցի, որ այդ միլիարդները որտեղից են։ Եթե ինքը ունեցել է նախագահի աշխատավարձ օրինակ, ուրիշ եկամուտ չի ունեցել։ Բայց դուք բերում եք ամենաերևացող օրինակը, որ ասենք այսբերգի գագաթին է։ Բայց ամենախնդրահարույցը այդ միջնամասում գտնվող անձինք է։ Ես էլ կարող եմ օրինակը բերել։ Երիտասարդ է, որը 13 տարեկանում ստացել է իր տատիկից եւ պապիկից գույք։ Եվ նա 13 տարեկանում չգիտեր այդ ինչ գույք է, որտեղից է գալիս։ Բայց նա չգիտեր, որ 25 տարի հետո ինքը դառնալ է փոխնախարար։ Եվ այ երբ որ դառնում է փոխնախարար, նա ասում է, այդ գույքը ապացի որ օրինական։ Նա ասում է, ես չգիտեի, որ այդ գույքը ինձ նվիրաբերել են, կամ ես հետ գնամ 90։ Հիմքերը չկան նվիրաբերել։ 95 թվականին դուք փորձել եք գույք վաճառել կամ գնել, որտեղ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը փաստաթղթային էր։ Էլեկտրոնային ոչինչ չկար։ Այսինքն դուք խոսում եք հիմա օրենքի նպատակի մասին, իսկ ով է կասկածի տակ դրել օրենքի նպատակը։ Ոչ մեկը։ ՍԴ-ն դրան բավականին մանրամասն անդրադարձել է, բայց մեծ հաշվով դրա անհրաժեշտություն էլ չկար։ Առավել կարևոր խնդրի պետք է անդրադառնալ։ Երբ որ պետությունը հսկայական ռեսուրսներով վարչաիրավական համակարգով ելնում է մեկ քաղաքացու դեմ, այդ քաղաքացուն պետք է հնարավորություն տաս պաշտպանվելու։ Նույնը նաև քրեական արտադարձնում է։ Բայց այնտեղ կան արտակարգ գործիքներ, որից ամենաուժեղ անմեղության կանխավարկածն է։ Այստեղ այդ գործիքները չկա, որտեղ ապացի շեմ, այսինքն խոչընդոտը, որ պետք է հաղթարի դատախազը, շատ ցածր է։ Հետևաբար քաղաքացին պետք է ունենա որոշակի իրավունքներ, ամենամեծ իրավունքը իրավական որոշակիությունն է։ Այսինքն ինձանից պահանջեք, այսինքն ին վրա մի դրեք անհամաչափ բեռ, ինչպես Վենետիկի հանձնաժողովն է ասում։ Եվ եթե դուք ապացի բեռ դնում եք քաղաքացու վրա, եւ նրան չեք տալի հստակ պարամետրեր, թե որ դեպքում դատախազը կարող է գնալ 5 տարի կամ 10 տարի հետ։ Եվ ինձ ասում եք բերեք ապացույց 92 թվականից, այդ բեռը ես կարող եմ չհաղթարեմ։ Իսկ օրենքը հաշվի չի առնում դա։ Օրենքը դատախազն ասում միայն ցույց տուր, որ այդ պահին նա ուներ այսքան աշխատավարձ եւ այդ գույքը արժեր 50 միլիոն դրամից ավել։ Դա նշանակում է հենց ամենակարևորը այդ համաչափությունը հանրային եւ մասնավոր շահերի միջև, որը պետք է արվի հենց իրավական որոշակիությամբ եւ այդ գաղափար օրենքում չկա, այսինքն օրենքը չափազանց հետ է գնում։ Վենետիկի հանձնաժողովը հենց այդպես էլ ասել է բառացիորեն։ Այդ ցավոք սահմանադրական դատան դրան չանդրադարձավ։ Իսկ դա այսօր ամենամեծ խնդիրն է դատաներում։ Այսօր ամենամեծ խնդիրը այն չէ, որ կապ կա թե ոչ քրեական գործի հետ։ Կապ կա բոլոր դեպքերում, որտեղ մեր օրենքը այնպես է կառուցված, որ մեծամասամբ քրեական գործից է ածանցվում քաղաքացիական վարույթը ապօրինի գույք։ Բայց փաստաբանները դրան չեն բախվում այսօր ամենաշատը։ Բախվում են ապացույց բերելու հնարավորության հետ։ Դուք բերում եք Ռոբերտ Քոչարյանի օրինակը, բայց կրկնեմ, դա ամենակարկառուն օրինակն է, որտեղ նա նախագահ է եղել։ Ամենաերևացողն է։ Բայց բազմաթիվ մարդիկ կան, ում մասին մամուլը չի գրում, որտեղ նրանք հանրային դեմքեր չեն։ Եվ կանխավարկածը աշխատում է նրանց դեմ, թող այդպես լինի։ Դա բխում է միջազգային իրավունքից եւ դա բխում է հանրային շահից։ Բայց այդ անձը չի զրկվել իր իրավունքներից եւ պետք է նրան տալ ողջամիտ հնարավորություն տապասները հայթայթելու, նաեւ ժամանակ տալ։ Տեսեք, դատախազը ունի 3 տարի, իսկ անձը ունի 1 տարի, 1 ամիս։ 3 տարվա ընթացքում ուսումնասիրել, 2 տարի պլյուս 1 տարի ուսումնասիրություն է արվում իր կրկնում եմ վարչաիրավական հսկայական ռեսուրսներով, այդ թվում նաև գաղտնի միջոցներ, օպերատիվ աշխատանք։ Եվ հետո պաշտպանական կողմին ասում է, դե մեկ ամսվա ընթացքում դու ապացի հակառակ, եթե ոչ գործը ուղարկում ենք դատարան։ Մասը ասում է, լավ, ոչինչ, դատարանում է, դատարան արդեն հակակշիռ է, չէ՞ որ դու դատական վարույթ կարող ես 3 տարի տևել, դու այնտեղ կարող ես պաշտպանվել։ Այո, բայց դատարանում ես չունեմ անհրաժեշտ գործիքներ։ Ես չունեմ ապացույցի շեմ, ես մեկը արդեն բերեցի։ Պարոն Ղազարյան, իսկ կա տեղեկատվություն, ես ուղղակի չգիտեմ, քանի գործ է այս պահին բացված։ Կարծեմ մի քանի 100։ Վստահ չեմ, չունեմ այդ տվյալները այնքան։ Շատ մոտավոր է, մի քանի 100-ից։ Մի քանի 100-ից, քանիսն են, որ պաշտոնյա, չէ, քանիսն են, որ պաշտոնյաների այդ տվյալները չունեմ, բայց մեծ մասը։
մեծ մասը, բայց այնտեղ կան նաև մասնավոր անձանց դեմ, հիմա արդեն այն ինչ որ մենք լսում ենք հանրային տիրույթում ԶԼՄ-ներով, հա, դատախազները ինչ ասում են, հիմնականում դա ուղղված է պաշտոնյաների դեմ։ Մենք հիմնականում այդպես է, այո, հիմնականում այդպես է, բայց կան նաև մասնավոր անձանց դեմ, կամ անձանց դեմ, որոնք այսօր մասնավոր անձ են, բայց այն ժամանակ եղել են պաշտոնատար անձինք, բայց կրկնում օրենքի հիմնական խնդիրը դա չէ, հիմնական խնդիրը դա իրավական որոշակիության մեջ է, առ այն, որ օրենքը շատ է հետ գնում։ Ոչ թե գնում է միջև այնտեղ, որտեղ քաղաքացիների համար որոշակի էր, որ վաղը իրենցից պահանջել են։ Միջև 91-ը գնում, հա։ 10 տարի բացառության կարգով 91 թվական։ Այո, բացառության կարգով։ Բայց երբ որ դուք մտնում եք process-ի մեջ եւ այդ process-ը մրցակցային է, այստեղ արդեն կանոններ կան։ Օրինակ, ենթադրենք ուսումնասիրությունը կատարվել է 5 տարվա կտրվածքով։ Մեկ էլ ընթացքում դուք տեղեկանում եք, որ արդեն 10 տարվա։ Այդ ինչպես որոշեցիք։ Ես պետք է իմանամ, որովհետև ես արդեն մրցակցային դաշտում եմ։ Ինձ պետք է տեղեկացնեք, ինձ պետք է տակ պարամետրեր, օրենքը պետք է սահմանի պարամետրեր։ Ինչ չափանիշներից ելնելով է դատախազը որոշել գնալ 5 տարի հետ 10-15։ Դա բխում է մրցակցային դատավարության սկզբունքներից։ Այդ սկզբունքը չի աշխատում այսօր, որովհետև, ինչպես նշեց Վենետիկի հանձնաժողովը, այստեղ դատախազն ունի բացարձակ հայացողություն։ Իսկ այնտեղ, որտեղ կա անկառավարելի հայացողություն, արդեն դիսբալանս է առաջանում հանրային ու մասնավոր շահերի միջև, հանրային շահը պահանջում է նման կերպ, այսինքն պայքարել ապօրինի գույքի դեմ, բայց մասնավոր շահն էլ քաղաքացին ասում է դա իմ գույքն է, այնտեղ ապրում եմ։ Եթե դուք կասկածում եք, որ ապօրինի է, շատ լավ, վերցրեք այդ գույքը, բայց ինձ տվեք պաշտպանվելու հնարավորություն։ Ահա մեր օրենքում այդ բալանսը խախտված է։ Հայեցողության մասով, պարոն Ղազարյան, ես կարող եմ սխալվել, բայց իմ տեղեկություններով այդ ՍԴ-ի որոշումը, երբ որ ընդունվել է, մեկ ձայնի տարբերությամբ է ընդունվել կողմ եւ դեմ։ Դե պատկերացրեք, թե այնտեղ ինչ թեժ բանավեճեր են, եթե դա ճիշտ է։ Այսինքն, եթե դա ճիշտ է, արդյոք հենց այդ հարցերը, որը դուք բարձրաձայնում եք եւ ես բարձրաձայնում եմ, կապված այդ որոշման հետ, բացերը, արդյոք դա միտումնավոր չի արվել, այդ բացերը միտումնավոր չեն թողել։ Որպեսզի դեմ քվեարկածները, դատավորները տան այս մարդկանց հնարավորություն, ինչու ոչ խուսափել այդ օրենքի կիրառումից իրենց նկատմամբ։ Հարցը ընդհանրապես բարդ հարց է։ Մարդկային գործոն կա, չէ՞, ոչ մարդիկ դե իհարկե, ցանկացած դատական ակտում, չէ՞ որ մենք ունենք նաև քաղաքդատավարությունում ապացույցի չափանիշ, որը Վենետիկի հանձնաժողովը համարել է ոչ բավարար, դա դատավորի ներքին համոզմունքն է։ Բացի այն, որ պետք է օբյեկտիվորեն ամբողջական քննություն վարի, նաև կա ներքին համոզմունքը։ Հենց դա էլ այդ հայացողության պահն է, որին պետք է հակակշռվի կոնկրետ պարամետրի օրենքում։ Եթե դա ճիշտ է, որ իսկապես ՍԴ-ում շատ հավասար է եղել ձայները, ինքը կարող է լինել երկու պատճառ։ Առաջին ինքը թեման ընդհանրապես բարդ է, որովհետև իսկապես այդ հանցավորությունը, այն էլ միջազգային բնույթի, անդրազգային բնույթի հանցավորություն, անդադ գնալով ավելի դժվարանում է բացահայտելը։ Եվ դրա համար միայն քրեական դատավարությամբ, մեղադրական դատավճռով գույքը հետ բերել օրինականության դա շատ դժվար է։ Վիճակագրությունն է դա ցույց տալիս։ Այսինքն որ ամբողջ աշխարհն է գնում այդ տենդենսով, որ մենք քաղաքդատավարությամբ կարողանանք գույքը վերցնել։ Բայց երկրորդ պատճառը կարող է լինել, որ ՍԴ-ն հասկանոր, քանի որ ուշացրել է իր որոշումը, իսկ այս ընթացքում արդեն մի քանի 100 գործեր քննվում են, եթե շատ ծավալուն խորությամբ որոշումը կայացնի, դա կարող է ստեղծել ճգնաժամային վիճակ։ Մեծ թվով դատական ակտեր կամ պետք է կարճվեն, իսկ արդեն փոխհատուցման հարց է բարձրանում, չէ՞ որ ի վերջո քաղաքացիները տարիներով եղել են դատավարության մեջ, գույք եղել է արգելանքի տակ, սկանդալային Եվրոպայում գնալու այդ հայցերը։ Եվրոպական դատան միանշակ, եվրոպական դատանում այնտեղ շատ պարզ է, ուրվագծվում է, թե որ գործերը կընդունվեն վարույթ, որոնք ոչ, որտեղ ի վերջո եվրոպական դատանը 15 թվականից Գոգիտիձեի գործով եւ շատ աղոտ կերպով էր այդ կապի մասին խոսում, այն էլ միայն փաստերի ուժով, արդեն 21-24 թվականին հստակ այնտեղ նշեց, բայց միևնույն ժամանակ էլ ավելի հստակեցրեց այդ հանրային ու մասնավոր շահերի միջև փոխհավասարակշռություն սահմանելու պայման, իսկ փոխհավասարակշռության պայմաններից մեկը հարգել պաշտպանության իրավունքները եւ լավ է որ ՍԴ-ն դա սահմանեց, բայց օրենսդրի համար այնքան աղոտ կերպով է այդ հրահանգները տվել ՍԴ-ն, լավ հրահանգ չասենք, ասենք ուղեցույց ուղենիշները տվել, հենց թեկուս օրենքի հետադարձ կիրառության հարցով, որ ես դժվար եմ ասել օրենսդիրը ճշգրտորեն կողմնորոշվի թե ոչ եւ կարող է օրենքը փոփոխության ենթարկվի, բայց ոչ բավարար հստակությամբ։ Հիմա շատ բան կախված է արդեն փաստաբաններից ու դատարաններից։
ոչ թե դատախազներից։ Դատախազները մեծ հաշվով շահագրգռված չեն այս օրենքը զարգացնել, որովհետև իրենց համար շատ հեշտ գործիք է դա։ Բայց փաստաբանները, որի միջև մա բավական լավ աշխատանք են արել եւ դատարանները, այս խնդիրները, որոնց ՍԴ-ն չանդրադարձավ, իրենք պետք է շարունակեն լուծել եւ ՍԴ-ն ակնարկեց։ Ասեց, որ այս վերացական վերանայման վարույթում չունենալով կոնկրետ փաստեր կամ իրավունքի մասին հարցը, որ բերում եք դեռ ապրոբացիա չի եղել փաստերով, եւ ձեռնպահ եմ մնում դեռ դրա վերաբերյալ կարծիք հայտնել, որովհետեւ ինչպես դուք եք ենթադրում, ես էլ կարող եմ այդպես ենթադրել, իրականում արդյունքում մենք ունենք կրկնակի անորոշություն։ Այստեղ այո, կարելի է հասկանալ ՍԴ-ին։ Դրա համար շատ բան ՍԴ-ն ասեց, թող զարգանա պրակտիկա եւ տեսնենք, թե արդեն կոնկրետ գործերով, ոչ թե վերացական վերանայման համադրական, այլ արդեն կոնկրետ գործերով, որ համադրական դատարան կան, ավելի հեշտ կլինի համադրականության վերաբերյալ կարծիք արտահայտել։ Իհարկե հարգանքով պետք է մոտենալ ՍԴ-ի այս որոշման, բայց միևնույն ժամանակ ինչու ՍԴ-ն 4 տարի հետո որոշում կայացրեց։ Եվ այս ահռելի քանակությամբ ռեսուրսները, որ փաստորեն չեմ ասում վատնվեցին, բայց շատ գործեր պետք է կարճվեն, եւ ինչու ուշադիր չէին փաստաբանների այն փաստարկները, որոնք հետո հաստատվեցին համադրական դատարանի որոշումով։ Ով պետք է պատասխան տա սրա համար։ Միայն զուտ նրա համար, որ զարգացող իրավունքի հետ գործ ունենք, միայն այդպես վարվել։ Այդպես մոտնալ չեմ կարծում։ Որովհետև դեպքերում լավ է, որ այս որոշումը եղավ, բայց սա միայն կեսն է գործի։ Իսկ եթե մենք ընդհանրացնենք այս օրենքի շուրջ մեր զրույցը, պարոն Ղազարյան, ինչն է ավելի շատ այս պահին օրենքում, հա, պայմանական ասած, անորոշությունները, թե որոշակիությունը։ Անորոշությունը։ Անորոշությունը։ Օրենքի մոտեցումը, տեսեք, այս օրենքը հիմնված է ենթադրության վրա։ Քրեական դատավարությունը հիմնված է կոնկրետ ապացուցված մեղքի վրա։ Բայց արդեն նշեցի, որ քրեական դատավարությունը համարվում է, որ արդյունավետ միջոց չէ ապօրինի գույքի շրջանառության դեմ պայքարելու։ Դրա համար քաղաք դատավարությունը, որը ավելի նվազ խստության գործիքներ է պարունակում, բայց միևնույն ժամանակ ավելի քիչ իրավունքներ է տրամադրում շահառուների համար, հանրային շահին սպասարկելը շատ ավելի հեշտ է քաղաք գործիքներով։ Դրա համար այս օրենքի հիմնական առարկան նրանում է, որ մենք ենթադրության հիման վրա քաղաքացուց վերցնում ենք գույքը, հետո պարզը չէ, ավելի հեշտ է հիմնավորել ոչ թե իրականությունը, այլ դրա հավանականությունը։ Հիմա այս օրենքը կառուցված է նրա վրա, որ մենք պետք է ապացուցենք դատախազները, որ ամենայն հավանականությամբ այս գույքը ապօրինի է։ Հակառակ դեպքում պետք է գործ ուղարկել քրեական դատավարություն, իսկ այնտեղ միայն անմեղության կանխավարկած արդեն բավարար է կամ ապացուցման բեռը դատախազի վրա արդեն բավարար է, որ այդ գործը քննվի հավերժ, միջև վաղեմության ժամկետները վրացնել եւ արդյունքում հասարակությունը չի հասնի իր նպատակին, կոռուպցիայի կանխարգելման։ Այստեղից միանգամից հարց անում, քանի հատ հավարտած գործ ունենք։ Կրկին, կարծեմ մի քանի, բայց հիմա գնալով շատանում է ոնց որ հաշտության համաձայնություններ, բայց բոլոր դեպքերում այն էֆորիան, որ կար 21-22 թվականին, որ հեսա լիքը գործեր կամ նույնիսկ 18 թվականին, որ հեսա մենք խլելու ենք ապօրինի գույքը եւ տալու ենք հասարակությանը, իսկ պրոֆեսիոնալ իրավաբանները ասում են, որ խլելը նույնպես իրավական գործընթաց է եւ դրա համար տարիներ կպահանջվի եւ գուցե դրա վրա պետության այնքան ռեսուրս ծախսվի, որքան այդ գույքի արժեքն է, հիմա սկսում է իրականություն դառնալ։ Գիտեք, դուք կարող եք տարբեր ֆիլտրներով անցնել եւ հիմնավորել, որ այս օրենքը այնպես ինչպես կա անհրաժեշտ է, բայց կա մի ֆիլտր, որին ինքը բախվում է եւ շատ դժվար է հարմոնիզացում, դա մարդու իրավունքն է, մարդու հիմնական իրավունքը, դա արդար դատաքննությունն է եւ գույքային իրավունքն է։ Եվ եվրոպական իրավունքը ամբողջությամբ հենց հիմնված է այդ կոնվենցիայի համապատասխան հոդվածները դրանց 30-40 տարվա մեկնաբանությունները պաշտպանելու վրա, քանի որ գլոբալ գործընթացները ավելի արագանում են եւ ավելի մարդու իրավունքները, գիտեք, որոշակի ճգնաժամ է այսօր ապրում ամբողջ աշխարհում, բայց միևնույն ժամանակ Եվրոպայում հասկանում են, որ մենք չենք կարող զոհել մարդու իրավունքները հանուն նպատակահարմարության, այդպեսի նույնիսկ նախադեպային սահմանում կա։ Շատ մեծ է քաղաքական գործիչների մոտ գայթակղությունը, նպատակը արդարացնում է միջոցները, բայց եվրոպացիները չեն ուզում մարդու իրավունքը զոհեն դրան, որովհետև իրենք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով
եւ հասկանում են թե որքան վտանգավոր է դա։ Երբ են անցել։ Որ այն ժամանակ որից ստեղծվեց այս ամբողջ համակարգը, երկրորդ աշխարհամարտը։ Դրա համար հիմա այո, շատ ուժեղ պայքար է գնում նպատակահարմարության եւ գործիքների միջև։ Պարոն Ղազարյան, ես եւս մեկ անգամ ստիպված եմ կներեք իհարկե բերել օրինակ, որպեսզի բոլորին պարզ լինի ինչի մասին է գնում խոսքը։ Դուք խոսեցիք Եվրոպայի մասին։ Ենթադրենք Եվրոպայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում կարևոր չէ։ X քաղաքապետը, վարչապետը, նախագահը ստանում է ամսական 5000 եվրո աշխատավարձ, հա? Պաշտոնավարում է 10 տարի։ Եվ հետո մի օր պարզվում է, որ ինքը 2 միլիարդ եվրոյի գույք ունի։ Ինչպես է այդ հարցը լուծվել եվրոպական դատարաններում։ Եվրոպական դատարանը ընդունում է, որ կարելի է փաստի կանխավարկածով աշխատել, կարելի է ապացման բեռը դնել շահառուի վրա, պատասխանողի վրա, ձեր ասած անձի վրա եւ թողնա սպասարկի ապացման բեռը, իսկ դատախազը ընդհանրապես պետք է ապացի, որ այդ ընթացքում նա չէր կարող այդքան եկամուտ ունենալ։ Միջազգային իրավունքում դա վաղուց ընդունված է։ Բայց այն երաշխիքները, որ պաշտպանության կողմին պետք է տրվի, որից մեկը իրավական հստակությունն է, երկրորդը շատ հետ չգնանք, հետադարձ կիրառությունը։ Ինչը կա Եվրոպայում, ինչը չկա մեզ մոտ։ Եվրոպացիները զարմացել են կոնկրետ Վենետիկի հանձնաժողովում, թե որքան հետ է գնում այս օրենքը։ Շատ կոնկրետ պատասխան եմ ձեր հարցին։ Նույնիսկ ՍԴ-ն է դրա վրա վկայակոչ։ Առանձին դեպքերը մինչև 91։ Այո, բայց հիմնականում գայթակղությունը մեծ է գնալ մինչև 90-ականները, նա այստեղ խոսքում մասին է։ Դե ամենալավ թալանի ժամանակները 90-ականներն։ Այո, բայց գիտեք, եթե դուք պետական մարմիններին տակ հայացողության, անկառավարելի հայացողություն, արդեն process-ը մտնում է կամայականությունների դաշտ։ Իմիջիայից սեփականաշնորհման գործընթացը։ Այո։ Ես միանգամից հիշեցի։ Այո, այո։ Հիմա ես հարց տամ, իսկ որտեղ է գրված, որ մեղավոր մարդը չի կարող արդարացվել։ Մեղավորը կարող է չէ արդարացվել, ինչու որովհետև հնարավոր չէ ապացուցել։ Այսինքն մենք բոլորս գիտենք, որ նա կատարել է հանցագործություն, բայց չեն կարողանում ապացուցել։ Պայմանը երկրորդի վրա է, ոչ թե առաջինի։ Եթե առաջինի վրա լինի 37 թիվը կլինի։ Մենք գիտենք մոտավորապես մեր երկրում ով ինչ խախտում է անում։ Դրա համար պետք է միայն հետևանքին նայել, ինչ մեքենա է վարում, կամ ինչ տներ ունեն, եւ համատել դա անցած ճանապարհի հետ։ Բայց շեշտը սրա վրա չի դրվում, շեշտը դրվում է երկրորդի վրա։ Մենք պետք է կարողանանք իրավական գործընթացով այս գույքը վերցնել։ Իսկ իրավական գործընթացը արդեն իր կանոնները, որոնց մի մասը օրենքում կան, մի մասը օրենքում չկա, ուրեմն պետք է ստեղծել։ Որոնց մի մասին ՍԴ-ն անդրադարձավ, մի մասին ասեց, որ դեռ ժամանակը չէ դրան անդրադառնան, դրա համար եմ ասում, շատ բան կախված է արդեն դատարաններից եւ պաշտպաններից։ Եվ եւս մեկ հարց ունեմ թեմայից դուրս, պարոն Ղազարյան, մայիսի 12-ին Եվրոպական դատարանը կոմունիկացրեց մի քանի դատավորների, եթե չեմ սխալվում, 10 դատավորի գործերը, որոնց լիազորությունները դադարեցված են Հայաստանում։ Այո։ Ես գիտեմ, որքանով ես գիտեմ, մի գործն դուք եք վարում դատավորներից։ Այո, Միսակյանի, Վայ Միսակյանի գործը։ Կբացեք փակագծերը։ Դե դրա վերաբերյալ դեռ հայտարարությունները այդպես ակտիվ չեն, բայց իրադարձությունը բավական նշանակալից է, այսինքն մենք ականատես ենք եղել, որ մի պահ ԲԴԽ-ն մեծ արագությամբ դատարանների լիազորությունների դադարեցնում էր, ստեղծվել էր, չեմ ասում ճգնաժամ, բայց սկանդալային իրավիճակ, որովհետև ընդհանուր հասել էին այնտեղ, որ ասենք դատավորը խնդրում է, ասում է նիստը հանգարց չփակեք, ես 5 րոպեից գալիս եմ ճանապարհին եմ, շուտապույտ նիստը փակում են, նման դեպքեր է եղել։ Ինչևէ, Եվրոպական դատարանը այս գանգատները մեկ օրվա մեջ կոմունիկացրեց։ Դա նշանակում մտել է քննության ակտիվ փուլ։ Սովորաբար այս փուլը մտնում է Եվրոպական դատարանը 4-5-րդ տարում։ Ինչն է։ Իսկ այստեղ որտեղ խոսքը վերաբերում է դատական համակարգի անկախությանը եւ դատավորի անկախությանը։ Իսկ դա իրավունքի գերակայության հիմնաքարերից մեկն է։ Ոստի եվրոպացիները հասկանում են, որ եթե մի երկրում մեկ տարվա ընթացքում մեծ քանակությամբ դատավորներ են աշխատանքից ազատում եւ եվրոպական մարմինները նման դեպքեր արդեն քննել են Ալբանիայի մասով, Վրաստանի մասով, իրենք հասկանում որ այստեղ ոչ միայն առանձին դատավորների իրավունքներն են ոտնարում, ամբողջ համակարգը գործադերի ճնշման ներքո է։ Եվ դրա համար որպես հակակշիռ շատ արագ գործի քննությունը սկսում է, որտեղ տեսնում են համակարգային բնույթի խնդիր եւ ուզում են այդ հարցը լուծեն կոնկրետ դատական ակտերով։ Հիմա արդեն մտել է ակտիվ փուլ եւ դուք տեսնում եք, չէ՞, հիմա ԲԴԽ-ից արդեն չեն գալի ազդանշաններ, ամիսը 1 դատավորի լիազորություններ դադարեցնել, նման վարույթներ չկան։ Դա եվրոպական արձագանքի հետևանքն է, որտեղ եվրոպական դատարանը շատ արագ սկսեց
գործերի քննությունը, իսկ իշխանությունները գուցե կարծում էին դա կտևի սովորական ընթացակարգով 4 տարի, 5 տարի դե այն ժամանակ մենք որտեղ կլինենք, կլինենք, թե չենք լինի։ Սովորաբար ես 2002 թվականից հետևում եմ իշխանությունների արձագանքը միջազգային տրիբունալների հետ միշտ այդ բանը կա, այդ մտայնությունը կա, որ դե լավ միջև այս հարցին անդրադառնան, այդպես իրենց ձեր ասած նշեցիք Ռոբերտ Քոչյանի ժամանակ այն սկանդալային վարչական կալանքների կիրառման, երբ եվրոպական դատան արագորեն սկսեց որոշումներ կայացնել, եւ նաեւ արդեն Եվրոպայի խորհուրդը սկսեց դեղին քարտ ցույց տալ Հայաստան եւ ասաց, որ գիտեք, հենց այդպես էլ նշեց սկանդալային վարչական կալանքների սկանդալային կիրառումը դադարեցրեք, թե չէ մենք դնելու ենք ձեր դելեգատների լիազորությունների հարցը, այնպես ինչպես ադրբեջանցիների հարցն է։ Ինչևէ, միշտ իշխանությունները կարծում են, որ դե լավ, միջև արձագանքը գա միջազգային տրիբունալից, այստեղ խնդիրները լուծված կլինեն կամ գուցե արձագանքը գա, մենք հնարավոր է որևէ կերպ մանևրենք։ Այս հաշվարկը միշտ արվում է, բայց դատավորների դեպքում դա փաստորեն չաշխատեց, որտեղ արձագանքը շուտ եկա։ Նույն Միսակյանի գործը ես ներկայացել եմ մարտ ամսին, արձագանքը եկավ մայիսին, 2 ամսի մեջ։ Իմ 23 տարի պրակտիկայում չեմ ունեցել նման դեպք։ Վճռաբեկ դատանի դատավորի գործը միշտ կներեք մոռանում եմ փաստաբանը Արման Զրվանդյանը ներկայացրել էր կարծեմ հուլիսին, արձագանքը եկավ սեպտեմբերին։ Նման առանձնահատուկ մոտեցում, երբ նաև դատանը պաշտոնապես գործին տալիս է առաջնահերթություն 40-41 հոդվածով հազվադեպ է արվում եւ փորձը ցույց տալու որ դատավորները հենց այն մասնագիտնական խումբն են, որոնց նկատմամբ անցումային արտադատության էլեմենտներ կիրառելը շատ վտանգավոր է։ Իսկ այն ինչ որ ԲԴԽ-ն անում էր, բովանդակային իմաստով հիշեցնում էր անցումային արտադատության էլեմենտները, այսպես կոչված վեթինգը, որի մասին այս ԲԴԽ-ի նախագահը հայտարարում էր միջև վարույթները, որ մենք կարգապական վարույթներով անում ենք վեթինգ, իսկ վեթինգի եւ կարգապական վարույթի միջև հսկայական տարբերություն կա նպատակների, գործիքների միջև։ Ահա այսօր մի արձագանքը գալիս է Եվրոպայից, որ ոչ։ Դա այդպես չէ եւ բոլոր երկրներն պետք է հարգել ոչ միայն մարդվիրանքները, այլև իշխանությունների բաժանման սկզբունքը։ Պարոն Ղազարյան, եւ երբ թե վերջի հարցը մեր այս զրույցի ընթացքում ժողովրդի սրտից բխող հարցը, ինձ շատ եմ լսում այդպիսի պատմություններ, նույնիսկ հարցնում են առաջ միջև Նիկոլի թիվը շատ ավելի հեշտ էր դատարաններում խնդիրներ լուծել։ Տալիս ենք, վերցնում ենք կամ նույնիսկ պահանջում էին, մենք էլ տալիս ենք, խնդիրը լուծվում էր։ Հիմա չենք կարող տանք, չգիտենք ում տանք։ Դե միգուցե կան մարդիկ, ովքեր գիտեն, ամենայն դեպս այդ մարդիկ, ովքեր ինձ ասում, մենք չգիտենք ում տանք։ Ու խնդիրը չենք կարող լուծել օրինական ճանապարհով, որովհետև այնքան խնդիրներ առաջանում այդ համակարգում դատական, որ օդից կախված է, այսինքն իմ սեփականություն ունեմ, չեմ կարող գրանցել, խնդիր կա։ Կամ չգիտեմ, ժառանգություն եմ ստացել, չեմ կարող գրանցել, որ մի տարի տարբերություն կա։ Երբ էր ավելի հեշտ իրականում եւ ինչպես փորձել լուծել այս խնդիրը, որովհետև այն համակարգային է եւ համատարած։ Նման հարցը պետք է տակ այն մարդկանց, ովքեր հարց լուծելով են զբաղված եղել, թեկուզ եղել են փաստաբաններ։ Այո, հատուկ փաստաբաններ են եղել, որոնք այդպես չեմ աշխատում։ Տանող բերողներ է։ Դա կոռուպցիա է։ Դե պարզ է, նոր իշխանությունները այն քաղաքականությունները որդեգրել են կոռուպցիայի կանխարգելման դեմ։ Իրականացնում են այդ քաղաքականությունը։ Եվ իրականացնում են հորիզոնական եղանակով։ Այսինքն խոսքը միայն մարդ բռնելու մեջ չէ, 3 կոմպոնենտ կա։ Առաջինը կիրառությունն է, որը արվում է, այսինքն քրեական վարույթներ, ապօրինի գույքի բռնագանձում եւ այլն։ Երկրորդը կրթությունն է, շարունակաբար պետք է կրթել բոլոր կիրառողներին, անկախ տարիքից, եւ երրորդը հանրային իրազեկումն է։ Այս 3 կոմպոնենտները աշխատում են, արվում են հորիզոնական եղանակով, կա կոռուպցիայի կանխարգելման ազնիվ, կա կոռուպցիայի հարցերով քրեական գործերով զբաղվող մասնագիտացված մարմիններ, դատարաններ եւ դրանց արդեն հավաքական արձագանքը այդ ձեր ասած այդ խոսակցն է, որ հիմա շատ դժվար է հարց լուծել դատարանում։ Այսինքն մարդիկ արդեն երբ որ որոշում են կայացնում, իրենք առաջնորդում են ոչ թե նրանով, որ դա վտանգավոր է, որովհետեւ իրենց կարող են բռնել եւ դատել, այլ արդեն առաջնորդում են արժեքային համակարգով։ Այսինքն միթե այլ եղանակ չկա իմ նպատակին հասնելու։ Դա է պատճառներից մեկը նաև, որ դատարաններում գործերը անդադ շատանում են։ Ինչու՞, որովհետև եթե մարդիկ առաջ գնում են հեղինակության էին դիմում,
վեճը լուծելու համար։ Հիմա մարդիկ փաստաբանն են դիմում։ Այսինքն իրավական լուծում են ուզում տալ, այլ ոչ թե, ասենք, որևէ ուժային կամ հեղինակության միջոցով։ Մի խոսքով այդպես էլ պետք է լիներ, ժամանակները փոխվում են, եւ այդ հնացած մեթոդները, որ ինչ որ հարց լուծենք դատանում, դա կարող է ժամանակավոր լինել։ Հարց լուծողները ժամանակավոր է լուծում։ Բայց խնդիրը ընդհանուր մնում է չլուծված։ Բոլոր դեպքերում դա կոռուպցիա է։ Եվ ոչ մի կերպ չի կարող դա լեգիտիմացվել։ Այստեղ նույնիսկ նպատակը չի կարող արդարացնել այդ գործը։ Այնպես որ այն ինչ-որ նշեցիք դա լավ է, որ հիմա հարց լուծելը դատարանում շատ դժվար է, իրավական գործընթացը մենք փաստաբանների պալատի նախկին նախագահ ցավոք մահացավ, նշում է, որ այն ժամանակ այդ համեմատությունն էր բերում, որ ասենք Շահրոյի հետ ներկայացած մի խոսակցություն ներկայացում, ասում էր գումարը տվեք, ես աշխատում, ասում էր քեզ ինչու գումարը տամ, գումարը կտամ, ասենք թաղային հեղինակությանը։ Հիմա այդ մտածելակերպը վերանում է, որտեղ ժամանակները փոխվում են։ Իսկ ինչու են ժամանակները փոխվում, որտեղ ստեղծվում են կառուցակարգեր, ինստիտուտներ, որոնք արդեն սկսել են աշխատել։ Շնորհակալություն պարոն Ղազարյան, հետաքրքրության համար։ Մեր հյուրն էր իրավագետ Արա Ղազարյանը։ Այսպիսին էին այսօրվա մանրամասները։ Դες հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։